Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ ձեզ հետ ենք, այս առավոտ ձեզ համար շատ հետաքրքիր տեղեկատվություն ենք բերել եւ ոչ միայն ձեզ սա կհետաքրքրի, մասնավորապես սա կհետաքրքրի բուժաշխատողներին, որովհետեւ այսօր առաջին անգամ լայնածավալ փորձելու ենք անդրադառնալ բուժաշխատողների լիցենզավորման համակարգին, որը նոր նախագիծ է եւ աստիճանաբար փուլարփուլ պետք է ներդրվի։ Առողջ առավոտ Բժիշկ Ամիրյան։ Առողջ առավոտ Բժիշկ Ավետիսյան, ինձ թվում է մենք ձեզ հետ միասին կստանանք այսօրվա ընթացքում բոլոր հուզող հարցերի պատասխանները։ Առաջին ձեռքից, ինչպես ասում են, այո, եւ առաջինը, քանի որ մեզ էլ է շատ հետաքրքիր, ինչ որ բաներ լսել ենք, բայց մանրամասներին չենք տիրապետում։ Հետևաբար, եկեք հյուրընկալենք Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանին, ով վերջերս մեր հյուրն էր հավաստագրման վերաբերյալ։ Ողջունում եմ ձեզ, Տիկին Հարությունյան, երկրորդ անգամ մեզ չմերժելու եւ լինելու մեր տաղավարում եւ անմիջապես հարցս հնչեցնեմ շատ կարճ, որովհետեւ ինձ Բժիշկ Ավետիսյանին եւ բուժաշխատողների մեծամասնությանը հետաքրքրում է ինչ է լիցենզավորումը, ինչ է ինձ ներկայացնում։ Ես նույնպես ողջունում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում կրկին անգամ ինձ հրավիրելու եւ վստահելու մի փոքր իրազեկման այս մասը։ Նոր համակարգ է ներդրվում այո առողջապահության համակարգում, առողջապահական համակարգում ներդրվում է բուժաշխատողների լիցենզավորման ինստիտուտը, լիցենզավորման համակարգը, որը արվել է բնակության, բժշկականության սպասարկման մասին օրենքում փոփոխությունների եւ լրացումների համաձայն եւ արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գործելու է երկու տեսակի լիցենզիա ֆիզիկական անձանց համար, անցումային անհատական լիցենզիա եւ անհատական լիցենզիա, կմանրամասնեմ դրանց տարբերությունները։ Առաջին փուլով այժմ ներդրվում է անցումային անհատական լիցենզիան կլինիկական օրդինատորների, կլինիկական ռեզիդենտների եւ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց համար, հետագայում կներդրվի նաեւ բոլոր ավագ բուժաշխատողների համար անհատական լիցենզավորման համակարգը։ Առավել մանրամասն քայլ առ քայլ եւ ինչպես են ընտրվել այդ խմբերը, ինչպիսի հերթականությամբ է լինելու, կարող ենք, որովհետեւ մեզ համար ամբողջությամբ նորություն է սա։ Իհարկե, առաջին փուլով ներկայումս ներդրվում է անցումային անհատական լիցենզավորման համակարգը կլինիկական արդյունաբերների, ռեզիդենտների եւ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում ստացող անձանց համար։ Անցումային անհատական լիցենզիան տրամադրվելու է բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտելու վերաբերյալ փաստահավաստող փաստաթղթի դիպլոմի հիման վրա։ Անցումային անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպվող առողջապահության նախարարության կողմից կազմակերպվող կենտրոնացված քննության արդյունքով կլինիկական օրդինատուրայում ուսումնառելու ողջ ժամանակահատվածի համար, որը հնարավորություն է տալու կլինիկական օրդինատորներին, ռեզիդենտներին եւ ռազմաբժշկական ուսում ստացող անձանց կլինիկական օրդինատորում ուսումնառելու ժամանակահատվածում իրականացնել որոշակի ծավալով մասնագիտական գործունեություն եւ այդ մասնագիտական գործունեության ծավալը սահմանվելու է լիազոր մարմնի, այսինքն առողջապահության նախարարության կողմից եւ դրա համար նաեւ որոշակի չափով ունենալու վարձատրություն եւ այդ աշխատանքը լինելու է օրինական ավագ բուժաշխատողի հսկողության ներքո։ Կենտրոնացված քննություն պարտադիր պետք է հանձնենք կլինիկական օրդինատորը, հիմա ավելի մանրամասնեմ անցումային անհատական լիցենզիայի ընթացքը, որովհետև ավելի արդի է, քանի որ արդեն սկսել է այդ ներդրման աշխատանքները սկսել են եւ շուտով նաեւ կմեկնարկեն կենտրոնացված քննությունները։ Բոլոր կլինիկական օրդինատորները արդեն երբ որ հայտ են ներկայացում եւ ընդունվում են կլինիկական օրդինատուրա, ընդունվելուց հետո անպայման պետք է հանձնեն կենտրոնացված քննություն, որ եւ կենտրոնացված քննության արդյունքները դրական լինելու դեպքում իրանք հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառության ընթացքը։ Կենտրոնացված քննությունների նախապատրաստական աշխատանքները իրականացվում են առողջապահության ազգային ինստիտուտի կողմից։
Ինչ են իրենցից ներկայացում կենտրոնացված քննությունները, երկփուլ համակարգով է իրականացվելու քննությունների հանձնումը, թեստային, դա ենթադրում է տեսական գիտելիքների ստուգում եւ գործնական առաջադրանքների կատարման միջոցով, թեստային առաջադրանքները եւ գործնական առաջադրանքները նույնպես կազմվում են առողջապահության նախարարի հրամանով ստեղծված, առողջապահության նախարարության կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից եւ բաղկացած են առաջին բուժօգնության եւ էթիկայի հարցերից, իսկ գործնական առաջադրանքները առաջին բուժօգնության մասով գործնական առաջադրանքներից, որոնք իրականացվում են սիմուլյացիոն սենյակում մանեկենների վրա, թեստային քննությունը հաղթահարելու դեպքում միայն։ Ես նույնիսկ մի այսպեսի առաջարկ ունեմ բժիշկ Ամիրյան, քանի որ մյուս մասը ավելի երկրորդ փուլով է, այսօր փորձենք մանրամասն ամբողջ հաղորդումը նվիրել այս առաջին этаպին, որովհետև սպասվում է եւ ավելի շատ ինֆորմացիա տանք։ Եթե հասցնենք, իհարկե ընդհանրական խոսենք, բայց մտածում եմ, եթե դուք էլ դեմ չեք, երբ որ ժամանակը մոտենա եւ ինչպես ասում են Աստված առաջ, մենք նորից հնարավորություն կստեղծենք, կհանդիպենք, որովհետև այս հարցերը շատ ավելի լավ է, երբ որ կենտրոնացած ինչ-որ տեսանյութում հնչում են, քան երբ որ առանձին ամեն մեկը ստրեսային պայմաններում եւ ձեր աշխատանքն ավելի կբեռնաթափվի, կլինի ինչ-որ կենտրոնացված աղբյուր, չնայած որ դուք մանրամասն ծանոթում եք եւ տեղեկացնում եք։ Հիմա մի քանի պարզ պրակտիկ հարց։ Մենք ունենք տարբեր կլինիկական օրդինատուրաներ, տարբեր տևողությամբ։ Մենք ունենք կլինիկական օրդինատուրա Առողջապահության ազգային ինստիտուտի շրջանակներում, Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանակներում, նշանակություն չունի բոլոր կլինիկական օրդինատորների համար է, անկախ նրանից 1 տարի սովորում է համաճարակաբանություն, թե 4 տարի մանկաբարձություն, գինեկոլոգիա կամ ինչ-որ վիրաբուժության ուղղություն, ճիշտ եմ հասկանում։ Ինչ տրամաբանությամբ եւ որ փուլում է այդ կենտրոնացված քննությունը լինել, դա պարտադիր է, որ նա հաղթահարի եւ կարողանա աշխատել, թե մի քիչ ավելի մանրամասնենք։ Թեպետ եւ պատասխանեցիք մասամբ, բայց վստահ եմ, որ կարիք կա բարձրաբանումների։ Շնորհակալություն հարցի համար, շատ ուղղորդող հարց է եւ պրակտիկ կլինի բոլոր մեր լսարանի համար, ով որ հետաքրքրված է այս հարցերով։ Երկու հաստատություն են պաշտոնապես, որ իրավունք ունեն անցկացնելու հետբուհականություն Երևանի պետական բժշկական համալսարանը եւ Առողջապահության ազգային ինստիտուտը եւ երկու հաստատությունում էլ ուսումնառող կլինիկական օրդինատորները, ովքեր առաջին տարին ընդունվում են կլինիկական օրդինատուրը, բոլորը պետք է հանձնեն կենտրոնացված քննություն եւ ընդ որում պետք է դա անեն մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը, որտեղ անցումային անհատական լիցենզիայի կարգավորումները, օրենսդրական կարգավորումները ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից եւ մինչ այդ բոլոր կլինիկական օրդինատորները արդեն պետք է ունենան անցումային անհատական լիցենզիա օրդինատուրայում ուսումը շարունակելու համար, ողջ ընթացքի համար է տրամադրվում։ Այսինքն նորեն ընդունվել կամ հետադարձ ուժով, եթե հետադարձ ուժ ունի, եթե երրորդ կուրսում են Չէ, միայն նոր ընդունվածների համար է, վերաբերում է միայն տարի աշնանը հիմա նոր ընդունված սեպտեմբերից արդեն ավարտին են մոտենում ներդրման աշխատանքները եւ շուտով կմեկնարկի արդեն այդ քննական process-ը։ Հանձնաժողովի աշխատանքը արդեն սկսվել է, վաղուց սկսվել է, որտեղ թեստային առաջադրանքներն են պատրաստվել, գործնական առաջադրանքներն են պատրաստվել եւ արդեն հարցաշարերն էլ հասանելի են, տրամադրվում են բոլոր կլինիկական օրդինատորներին հարցաշարեր եւ գրականության սկզբնաղբյուրների ցանկ նախապատրաստվելու համար քննություններին, նաեւ ուսուցողական նյութեր են, տեսահոլովակներ են տեղադրվելու եւ այդ ամբողջական ինֆորմացիան հասանելի է Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական կայքում, այնպես որ ես հորդորում եմ բոլոր կլինիկական օրդինատորներին այս պահին եւ նաեւ ովքեր հետագայում լինելու են արդեն ավագ բուժաշխատող, մշտապես հետեւել Առողջապահության ազգային ինստիտուտի կայքին, որովհետև բոլոր թարմացումները եւ նորությունները պարբերաբար տեղադրվում են այդ կայքում, իսկ ավելի ինֆորմացիային անընդհատ քաջատեղյակ լինելու համար էլ նաեւ հետեւել Առողջապահության ազգային ինստիտուտի Facebook-յան եւ Instagram-յան էջերին, որտեղ հայտարարությունները տեղադրվում են այդ սոցցանցերում եւ այնտեղ տեղադրվում է բացառապես հավաստի ինֆորմացիան։ Շատ լավ, համաձայն եմ, որովհետև դա կարող է խեղաթյուրվել զանգվածային լրատվամիջոցներով եւ առհասարակ այսօր յուրաքանչյուր ոք ինչ ուզում անում է։ Մի տրամաբանական հարց կարծում եմ ձեզ էլ այդ հարցը կհետաքրքրի, բժիշկ Ամիրյան։
Հիմա եթե հանձնեցին կամ երբ որ հանձնեցին, իրենք կարողանում են աշխատել, չէ՞ որ հանձնում են բանավոր տեստեր, էթիկայի եւ գործնականը առաջին բուժօգնության իմաստով, բայց նեղ մասնագիտական որևէ բան չկա։ Նեղ մասնագիտական չկա կրին Ինչ ու ինչպես են կարող աշխատել, ինչպիսի պայմաններում կարող են աշխատել եւ արդյոք մեր կողմից այսպես ավանդորեն, երբ որ բոլորս հերթապահում ենք, որպեսզի նեղ մասնագետ դառնան, սրանք ոնց են զուգակցվելու, որովհետեւ շատ կլինիկական օրդինատորներ ամբողջական հերթապահություններ են իրականացնում համալսարանական եւ նույնիսկ ոչ համալսարանական հիվանդանոցներում առանց բազաների, հա, որոնք բազա չեն հանդիսանում։ Այստեղ հարցեր կան, եթե չեմ սխալվում, այնտեղ թույլտվություն էլ կար, սկսած այս տարվանից կարող են ինչ-որ բան անել, կոնտրակտ կնքել, պայմանագիր ունենալ եւ այլն։ Այս հարցերը սա ինչին է ուղղված։ Նման հարցերը համակարգվում են լիցենզավորումով, թե ոչ։ Լիցենզիան թույլտվություն է կլինիկական օրդինատորի համար 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահության նախարարության կողմից սահմանված ծավալով յուրաքանչյուր մասնագիտության մասով, ուղղվածության մասով կսահմանվի որոշակի կոմպետենցիաների ծավալ եւ այդ շրջանակներում ղեկավարի ավագ բուժաշխատողի հսկողության ներքո պաշտոնապես իրավունք կունենա որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնել կլինիկական օրդինատորը, ինչը հետագայում կհեշտացնի նաեւ կլինիկական օրդինատորան ավարտելուց հետո, երբ որ արդեն պաշտոնապես որպես ավագ բուժաշխատող կմտնի առողջապահական համակարգ, ավելի պատրաստված կլինի պրակտիկորեն մասնագիտական գործունեություն իրականացնել եւ կարծում եմ դա լիարժեք դառնալ աշխատակից եւ ցերեկային ժամերին աշխատել եւ հերթապահել օրդինատորայի ընթացքում։ Այո։ Դե լիարժեք ավագ բուժաշխատող չէ, բայց բուժաշխատողի հսկողությունները որոշակի ծավալի այդ շրջանակներում դրա դիմաց զուգահեռ նաև կսովորի, եթե վիրաբույժ է կլվացվի, եթե թերապևտիկ մասնագիտություն է կհերթապահի ավագ մասնագետի կողքին։ Ըստ սահմանած, այո, կոմպետենցիաների հնարավորություն կունենա որոշակի գործունեություն իրականացնել։ Սա կլինիկական օրդինատորների մասով, երկրորդը եւ նշեմ, որ իրականացվում է անցումային անհատական լիցենզիայի ներդրումներ բուժաշխատողների ռեգիստրի միջոցով, եթե նախկինում միայն ավագ միջին բուժաշխատողներն էին գրանցվում բուժաշխատողների ռեգիստրում, այժմ կլինիկական օրդինատորները նույնպես պետք է գրանցվեն բուժաշխատողների ռեգիստրում եւ կենտրոնացված քննությունների հայտը ներկայացնեն բուժաշխատողների ռեգիստրի միջոցով on-line դարձյալ։ Նաև հավաքագրում ենք եւ հստակ գիտենք թե հանրապետությունում որ մասնագիտությամբ քանի կլինիկական օրդինատոր, ինչպես եւ ավագ բուժաշխատողների մասնագիտությունների, պատվերների եւ ինչ որ ծրագրերի ներդրման, այսինքն ամեն դեպքում բազա է ստեղծվում, այո, ինֆորմացիա է ստեղծվում տեղեկատվական, նաև կլինիկական օրդինատորների մասով։ Հարցերի դեպքում կարելի է կապվել առողջապահության ազգային ինստիտուտի հետ, Զանգերի կենտրոնի հետ 8501 հեռախոսահամարը եւ Զանգերի կենտրոնի աշխատակիցները տեղում պատասխանում են հուզող հարցերին, եթե այդ պահին մասնագիտական այլ նաև պատասխան է պահանջում հարցը, մեր մասնագետների հետ խորհրդակցելուց հետո հետադարձ զանգի միջոցով պատասխանում են բոլոր տեսակի հարցերին։ Տիկին Հարությունյան, երևի այս հարցով եզրափակ ենք անցում այն լիցենզավորման հետ կապված, այսինքն մեկ անգամ կլինիկական օրդինատուրան ընդունվելիս հանձնեցինք, անցումային լիցենզավորումը ստացանք, մինչև կլինիկական օրդինատուրայի ավարտը վերջ։ Այո։ Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո արդեն անցնում են որպես ավագ բուժաշխատողների իրավակարգավորումների դաշտ, ինչ որ այդ պահին պահանջ ներկայացված կլինի, որպես ավագ բուժաշխատողի պետք է արդեն այս մասով կարող ենք շարունակել, մենք բավարար ժամանակ ունենք, փաստորեն հասցրեցինք այն կտորը մարսել, եկեք երկրորդ մասը արդեն ոչ թե անցումային, այլ հենց բուժաշխատողների լիցենզավորմանը անդրադառնանք, սա ինչ նախագիծ է, ինչ խնդիրներ է լուծում կներեք, բայց ինչ դժվարություններ է առաջացնում մեր քննադատ զանգվածի համար ենթադրենք, ոնց որ հավաստագրման ժամանակ, մեզ ինչ է պետք եւ այլն, ինչ տեսլական ունի այս ամեն ինչը եւ ինչ մոդել է մշակվել, արդյոք սա միջազգային որևէ ընդունված ձև է երկրների համեմատական, կարծում եմ այս դաշտը լիարժեք դուք շատ հետաքրքիր ինֆորմացիայով կողողեք հիմա, մենք սպասում ենք անհամբեր։ Շնորհակալություն, այո, շատ մի քիչ լայն հարց է, բայց շատերի հարցերին պատասխան կլինի։ Մի փոքր վերջից գամ հարցին, իհարկե ցանկացած նոր փոփոխություն յուրաքանչյուր մարդու համար
ընկալելը մի քիչ ավելի ստրեսային վիճակ առաջացնում, չեն ուզում հարմարվեն փոփոխություններին, միջև որ սենց բաղդադված մատուցվում է, որ ամեն ինչ չի արվում աշխատանքը խոչընդոտելու համար, այլ արվում է ի բարօրություն, համակարգի բարելավման եւ զարգացման, քանի որ առողջապահական համակարգի հենասյունը կրթված, շարունակաբար կրթվող բուժաշխատողն է, այս բոլոր բարեփոխումները արվում են ի նպաստ բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավման, որը կտանի, որպեսզի բարելավեն նաեւ բուժաշխատողների կոմպետենցիաները, ինչն էլ անմիջականորեն, ուղղակիորեն կազդի բուժօգնության որակի վրա եւ դա էլ իհարկե կբերի ազգաբնակչության առողջության լավացման եւ արդյունքում կունենանք կրթված եւ շարունակաբար կրթվող բուժաշխատող։ Ես ուղղությունը ձեզ հուշել եմ, բայց այնուամենայնիվ ինձ վերցնեմ այն կերպարը քննադատ այդ բժշկի, հա հավաստագրումը կար։ Հիմա լիցենզավորումը ինչներիս է պետք։ Ինչ հավաստագրումով, այսպես ասած, ստուգվում էր 5 տարվա ընթացքում բուժաշխատողի որոշակի ժամանականակով շարունակական կրթությունը եւ նաեւ 3 տարի մասնագիտական գործունեություն իրականացնելու փաստը, իսկ անհատական լիցենզավորման համակարգի ներդրումով նաեւ վերահսկվելու է մասնագիտական որակավորումներին համապատասխանելու փաստը, որը ելի իրականացվելու է 2 փուլով տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների ստուգման միջոցով, թեստային առաջադրանքները նախատեսվում է այս պահին, որ էլի բաղկացած է լինելու առաջին բուժօգնության եւ էթիկայի եւ գումարած նաեւ մասնագիտական ուղղվածության հարցերից, գործնական առաջադրանքներն էլ արդեն էլի սիմուլյացիոն կենտրոններում են լինելու, նաեւ ներառելու են գործնական առաջադրանքներ մասնագիտական։ Հիմա հակառակ կողմից խոսեմ, նաեւ ինքս ինձ ընդդիմա խոսելով, որովհետեւ ցանկացած ոք կարող է ֆիզիկապես գնալ եւ ներկա գտնվել ինչ որ գիտաժողովի, հավաքել կրեդիտներ եւ այսպես շարունակ, չէ՞։ Բայց գործնականում պետք է հասկանալ, իսկ այդ կրթական արդյունքը ստուգվելու է պրակտիկ դաշտում եւ սա իհարկե զգոնության հուշում է եւ համակարգի վերահսկողական մի լծակ է եւ կարծում եմ այն բժիշկը, որ դրա մտահոգությունը չունի, չպետք է անհանգստանալ։ Ես համակարծիք եմ ձեզ հետ, այո, իր մասնագիտական որակավորումներին եւ գործնական հմտություններին տիրապետող բուժաշխատողը պետք է որ հաղթահարի այդ քննությունը իր արժեվ դրած եւ մյուս կողմից էլ խթան կհանդիսանա աշխատելու, շարունակապես կրթվելու, բարելավելու իր գիտելիքները իր արժեվ դրված այդ քննությունը հաղթահարելու նպատակով։ Տիկին Հարությունյան, այսինքն գործելու է եւ լիցենզավորումը եւ հաստագրումը, թե այլևս գործելու է լիցենզավորումը։ Անհատական լիցենզավորումը լինելու է ավագ բուժաշխատողների համար ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն, հավաստագրումն էլ շարունակելու է գործել, որտեղ լիցենզավորումը լինելու է մեկ անգամ եւ 5 տարի հետո լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով բուժաշխատողը պետք է անցնի հավաստագրման գործընթաց, դարձյալ հաջորդ 5 տարիներում պետք է ինքը կուտակի լիցենզիայի քննությունը հաղթահարելուց հետո կուտակի էլի սահմանված կրեդիտների նվազագույն քանակը եւ մասնագիտական գործունեություն իրականացած լինի։ Եթե հավաստագիր չստանա, լիցենզիան դադարվում, այո, լիցենզիան դադարվում։ Եթե կասեցվում է լիցենզիան, 1 տարի հետո նոր կարող է դիմել, նորից լիցենզավորվել եւ հետո նորից պահանջը մնում է հավաստագրվել։ Պահանջը մնում է, այո, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվելու հավաստագրման միջոցով, բայց դա բացառապես ավագ բուժաշխատողների դեպքում, որտեղ միջին բուժաշխատողները շարունակում են դեռևս աշխատանքի թույլտվությունը հանդիսանում է հավաստագրումը։ Սա վերաբերում է միայն ավագ բուժաշխատողներին։ Միայն ավագ բուժաշխատողներին, այո։ Անցումային անհատական լիցենզիայի կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո, երբ որ ավարտվում է նաև անցումային անհատական լիցենզիայի ժամկետը, դաշտ առողջապահական ոլորտ մտնելու եւ որպես ավագ բուժաշխատող գործունեություն իրականացնելու համար բուժաշխատողը ելի պետք է հանձնի արդեն անհատական լիցենզիայի քննություն եւ շարունակի աշխատանքը մինչեւ 5 տարին լրանալը, որից հետո նորից պետք է հավաստագրման դիմի եւ այսպես շրջապտույտը շարունակվելու է։ Այսինքն լիցենզավորումն էլ ինքը գործում է 5 տարի ժամկետով, լրացավ, անցնում ենք հավաստագրում, որից հետո անմիջապես լիցենզավորում։ Այո։
Հասկանալի։ Եվ ես կարծում եմ, Լիցենզավորումը մեկ անգամ է լինելու Մեկ անգամ ինչքան 5 տարին մեկ ժամանակ անգամ հավաստագրման միջոցով գործողության ժամկետը լիցենզավորման երկարացնելու գործողության ժամկետը երկարում է։ Եթե չի հավաստագրվում, լիցենզավորումը կասեցվում է 1 տարի սպասում է, չի կարող գործունեություն ծավալել, եթե նույնիսկ հավաստագրված լինի, մինչև նորից քննություն կհանձնի։ Սա շատ տոնուսի մեջ պահելու միտված քայլ է եւ կարծում եմ սա զուգահեռաբար ընթանում է նաեւ բուժ հաստատությունների լիցենզավորման ժամկետների փոփոխությանը, երբ որ դրված էր անժամկետ կամ դառնում էր ինչ-որ առումով անժամկետ, իսկ հիմա 5 տարին մեկ բոլորը եւ այստեղ էլ կա ազնվություն, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ շատ բուժ հաստատություններ լիցենզավորման պահին ապահովում են անհրաժեշտ եւ կադրային եւ ամեն տեսակի հագեցվածություն եւ մեր իրական կյանքում մենք բոլորս շատ լավ գիտենք, որոշակի վերապահումներով գերատեսչությունը ստուգող մարմինները երբեմն տուգանում են, հուշում են, օգնում են, բայց մենք մեր իրականության մեջ ո մենք մեզ չենք խափում։ Գիտենք, որ կա խնդիր եւ սա խթան է լրացուցիչ, որպեսզի այդ ժամանակահատվածում, այդ 5 տարվա ընթացքում բացերը լրացնելով հանգիստ խղճով ի վերջո լիցենզավորումը ձևական բնույթ չպետք է կրի ոչ բուժհաստատության առումով, ոչ առավելևս ֆիզիկական անձանց։ Իսկ որ երկրներում կա նմանատիպ փորձ, օրինակ եթե ես այն դժգոհ բուժաշխատողն եմ ավակ, որ ասում եմ դե կերակ կյանքներս քնում զարթնում մի բան, հնարում եք, այդպիսի մարդիկ մենք ունենք։ Ինչ երկրներում կա նման պրակտիկա եւ որտեղ է ավելի խիստ։ Այո, բոլոր զարգացած երկրներում կա լիցենզավորման համակարգ, իհարկե յուրաքանչյուր երկիր այդ իրավակարգավորումները ազգային պահանջներով է իրականացնում, որտեղ յուրաքանչյուր երկիր ունի իր կրթական առանձնահատկությունները, իրավական դաշտի առանձնահատկությունները, այսինքն ադապտացնում է իր երկրի պահանջներին, ԱՄՆ-ում գործում է լիցենզավորման ինստիտուտը, եվրոպական տարբեր երկրներում, Կանադայում նույնպես գործում է լիցենզավորման ինստիտուտը, այնպես որ միայն Հայաստանը չէ, այլ բոլոր զարգացած երկրները, իսկ ինչը արվում է, էլի նպաստ առողջապահության զարգացման, որի հիմքում կրթված եւ ժամանակաբար կրթվող բուժաշխատողներ։ Իդեպ կարծում եմ ավակ սերունդը չպետք է զարմանա, ճիշտ է, ես խորհրդային վերջին սերունդն եմ, բայց վերջին սերունդներից եմ ամենայն դեպս չեմ հասցրել այնտեղ ապրել աշխատել, բայց կարծեմ հենց խորհրդային մինչև 2002 թվականը, այո, 96 թվականից կարծեմ, մինչև 2002 թվականը գործել է բուժաշխատողների լիցենզավորում, անհատական լիցենզավորում, էլի քննություններ են հանձնել եւ լիցենզիայի շնորհիվ կարողացել են աշխատել։ Խորհրդային ժամանակահատվածում նաեւ բժիշկների գրադացիա է եղել, դասակարգում է եղել առաջնային որակների բժիշկ, այսպես առաջին դասի բժիշկ եւ այլն, այսպեսի Վիդուշի սպეციալիստ թե ռուսերեն ասեմ։ Դե հիմա այդ գրադացիան արդեն չկա, բոլորը հավասար ավագ բուժաշխատող են։ Սկզբունքորեն ես ուզում եմ ասել, որ որպես հայեցակարգ, այնպես չի, որ մենք նոր հեծանիվ ենք հնարում։ Չէ, նոր չի, եղել է այդ համակարգը մինչ 2002 թվականը, դրանից հետո դադարեցում է տալու բուժաշխատողին։ Պացիենտի անվտանգության, երկրի զարգացվածության, համակարգային մոտեցման, առաջընթացի, առաջադեմ, այս բոլորը հասկանալի է, սա համակարգային բարեփոխում է, ում է սա նեղություն տալու եւ ինչ առավելություն է տալու բժշկին։ Եվս մեկ գլխացավանք ըստ իրենց դիտարկումների, բայց իրականում եթե խնդիր չունես, որակի հմտությունների, գիտելիքի կգնաս կհանձնես։ Ես որպես այս կողմում կանգնած մարդ ինձ թվում է դա նեղություն չի բժշկին, այլ ցանկացած ավագ բուժաշխատող, ով ունի իր մասնագիտական որակներին համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ, պետք է պատրաստ լինի ինչ որ ձևով ցույց տալու իր գիտելիքների մակարդակը եւ ինձ թվում է պետք չի խուսափել, ես չեմ կարծում սա ավելորդ դժվարություն կամ բեռ է բուժաշխատողի համար, իհարկե ֆինանսական պատահություններ առաջացնելու է արդյոք սահմանված է պետական տուրք է սահմանված, պետական տուրք ընդամենը եւ կարելի է հիշատակել որքան 6 հապատիկի չափով նվազագույնի 6 հապատիկ, այսինքն անհատական է անհատական լիցենզավորման անհատական լիցենզավորման ժամանակ անցումայինի ժամանակ էլ է սահմանված երապատիկի չափով։ Այլ կարևոր տեղեկատվություն կա այս մասով, այս փուլի համար, որովհետև այնուամենայնիվ սա ներդրումային փուլ է եւ այսպես անցումային փուլ է մեծ հաշվով, նոր բան է ներդրվում, գուցե ինչ որ բաներ հետո շտկվեն, բայց ամենից կարևորը որ բխում է օրենքից։ Այո, բխում է օրենքից, բխում է կառավարության որոշման պահանջներից։ Դե այս պահին ավելի արդիական է նորից կրկնվեմ անցումային անհատական լիցենզիան, քանի որ արդեն որոշակի ներդրման աշխատանքներ կատարվել են եւ մոտենում են ավարտին։ Մինչեւ 2026 թվականի հունվարի 1
բոլոր կլինիկական օրդինատորները պետք է ունենան անցումային անհատական լիցենզիա եւ դրա նպատակով հանձնեն կենտրոնացված քննությունները մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը բոլոր ավագ բուժաշխատողները պետք է արդեն ունենան անհատական լիցենզիա։ Որի մասին նրանք մանրամասն կծանոթվեն, կպատրաստվեն, հանձնաժողովներ գործընթացը մեկնարկելուց արդեն էլի կիրազեկվեն, պաշտոնական աղբյուրներից կստանան իրազեկումները մանրամասն, առողջապահության ազգային ինստիտուտում խորհրդատվություն է իրականացվում աշխատանքային ժամերի 9-ից 6 ընկած ժամանակահատվածում եւ արկածեվաչափով եւ հեռախոսակապի միջոցով եւ պաշտոնական կայքերում եւ սոցցանցերում տեղադրվում է թարմացված ինֆորմացիաները, հարցաշարերը, ուսուցողական նյութերը եւ հավաստագրման կենտրոնը առողջապահության ազգային ինստիտուտը պատրաստ է բոլոր արձինատորներին այս պահին ցուցաբերել աջակցություն բոլոր գրանցման գործընթացներում եւ մնացած հուզող հարցերին տալ պատասխաններ։ Մեզ մնում է երկու կողմին էլ մաղթել հաջողություն, ամեն ինչի մեջ վատատես չլինել, ընդհակառակը փորձել համընթաց քայլել եւ փորձել ընդօրինակել զարգացած երկրներին եւ յուրաքանչյուր հայ բժիշկ շատ լավ պատկերացնում է, թե ինչ է նշանակում օրինակ նույն ԱՄՆ-ում աշխատել բժիշկ եւ ինչքանով նա կարող է պացիենտին մոտ գալ, եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում top կատեգորիայի մասնագետ է բարձրագույն պաշտոններով բոլոր տեսակի, ամեն երկիր ունի իր օրենքը եւ վերջին այսպես նկատառումը ինչքանով արտասահմանից Հայաստան ժամանած մարդկանց համար այս օրենքը կլինի կիրառելի, նույնությամբ կարծում եմ ինչպես որ հավաստագրման ժամանակ էր, քանի որ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվությունը հանդիսանում է հավաստագիրը 23-ի հունվարի 1-ից եւ բոլորը անցնում են հավաստագրման գործընթացը, նույնը կլինի կարծում եմ նաեւ արտերկրից ժամանած բուժաշխատողների դեպքում լիցենզավորման պարագայում։ Լիցենզավորման հանձնաժողովների քննությունները կարող են ճկուն եւ ճարպիկ լինել, սկզբի համար ընդհանուր մեր կարիքները կհոգան, հետո ենթադրենք ինչ որ ժամկետներում կասենք, եթե ուզում ես, ապա 6 ամսից կգաս կհանձնես քննություն, նոր կունենաս լիցենզիա, չէ՞։ Թե ավելի ճկուն կարող է, ասենք, արտահերթ քննություններ հանձնել եւ այլն։ Ինձ թվում է արտահերթ քննություններ տենց այդ կդիմեն ռեգիստրի միջոցով, կհավաքագրվեն, կկազմվի ժամանակացույցը, որը կծանոթվի դարձյալ յուրաքանչյուր բուժաշխատողի, նաև կլինիկական օրդինատորի անձնական էջում ծանոթություն կստանան եւ անվանացանկերն էլ կհրապարակվեն բուժաշխատողների ռեգիստրի միջոցով, հորդորում են բոլոր բուժաշխատողներին այս տարի դեռ կլինիկական օրդինատորներին հետևեն նաև իրենց ռեգիստրի էջերին, որտեղ կստանան իրենց ծանոթությունները, նաև կգտնեն իրենց ժամանակացույցերը, բացի այն, որ մենք անձնապես ենք որոշակի նաև ծանոթություններ իրականացնում, գործընթացը ավելի հեշտ եւ սահուն անցնելու նպատակով, որ յուրաքանչյուրը իր սահմանված ժամին գա, ժամկետում հանձնի քննությունը եւ հետո ինչ որ հավելյալ խոչընդոտներ տեխնիկական չգոյանան։ Այնուամենայնիվ այնպես չէ, որ մենք առողջապահական համակարգում կադրային դեֆիցիտներ որոշ ուղղություններով չունենք, հետեւաբար սիրելի գործընկերներ, նախ եւ մեր ապագա գործընկերներ, կլինիկական օրդինատորներ, հաջողություն ենք մաղթում բոլորիդ, կարծում ենք, որ ձեզնով նոր սկիզբ է ազդարարվում նաեւ ձեր մասնակցության մեջ եւ դա իհարկե առավելություններ է տալիս, որ դուք նաեւ օֆիցիալ կարող եք Հայաստանի Հանրապետությունում ձեր ուսումնառության ընթացքում դեռևս պաշտոնապես եւ օրենքի շրջանակներում գումար վաստակել եւ սա շատ հարցեր է լուծում։ Մնացածն էլ ժամանակը կգա, կտեսնենք, այդ թվում Բժիշկ Ամիրյան եւ ես եւ դուք պետք է։ Այո, մեզ մնում է գնալ եւ նախապատրաստվել լիցենզավորման Բժիշկ Ամիրյան։ Այո, եւս մեկ անգամ շնորհակալություն հերթական անգամ բովանդակալից եւ ծանրակշիռ հարցազրույց մեզ տալու համար եւ ձեր ժամանակը թանկ մեզ հատկացնելու համար։ Առավոտը ստացված է, առողջ է, տեղեկատվությունը վերաբերում է բացառապես առողջությանը, սիրելի հեռուստադիտող, իսկ ձեզ եւ ձեր ընտանիքներին մաղթում ենք հրաշալի օրվա սկիզբ, կհանդիպենք շուտով, ինչպես որ ամեն օր բացի շաբաթ կիրակիներին։